Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավ իմերելոց, խոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք չխաբնվել եւ մնալ ճշմարիտ վարդապետության մեջ։ Ոչ թե հնարով է առասպելների հետևից գնալով է, որ ձեզ ճանաչեցրեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծությանը, քանի որ նա Հայր Աստծոց ստացավ փառք եւ պատիվ, երբ մեծավայելուչ փառքից եկավ այս ձայնը, թե դա է իմ սիրելի որդին, որն իմ ամբողջ հաճությունը, եւ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք, որ նրա հետ էինք Սուրբ Լեռան վրա։ Գիտեք, սիրելիներ, ցավոք սրտի մինչև այսօր, թե առաքյալների ժամանակ, թե միջնադարում, թե այսօր հայտնվել են սուտ ու կեղծ ուսուցիչներ, ովքեր փորձել են մարդկանց կեղծ առասպելների, կեղծ ավանդությունների, հնարովի պատմության միջոցով մարդկանց շեղել ճշմարտությունից եւ Քրիստոսին առաջնորդելու փոխարեն ծառայեցրել են իրենց։ Շատ են մարդիկ, ովքեր գալու են Քրիստոսի անունով։ Հիսուսն ինքն էլ ասում է կգան սուտ մարգարեներ, հրաշքներ կգործեն, անգամ սատանան հրեշտակի տեսքով կներկայանա, բայց դուք չհավատաք։ Եթե ասեն ես այստեղ եմ կամ այնտեղ եմ, հանկարծ չգնաք նրանց հետևից, որովհետև Տերը ինչ որ անում էր, բացահայտ էր անում, ոչ մի բան ծածուկ չէր անում։ Դրա համար նաև Պողոս առաքյալն ասում, որ կգա ժամանակ, որ շատ մարդիկ կգնան կգտնեն այնպիսի կեղծ ուսուցիչների, քարոզիչների, ովքեր հեռացած կլինեն ճշմարտությունից եւ իրենց ականջներին հաճելի խոսքեր կխոսեն եւ հատկապես իրենց մեղքերն արդարացնելու համար։ Իրենց ականջները կփակեն ճշմարտության առջև, բայց կբացեն ստի եւ կեղծիքի առջև։ Ինչու է առաքյալն ասում մենք ականատեսը եղանք։ Նրանք լսեցին նաև Հայր Աստծո ձայնը, որ Թաբոր լեռան վրա Հիսուս պայծառակերպեց, Հայրը երկնքից ասաց. «Դա է իմ սիրելի որդին, որ ունի իմ ամբողջ հաճությունը»։ Երեք առաքյալները Պետրոսը, Հակոբոս ու Հովհաննեսը լսեցին, ականատեսը եղան Հայր Աստծո ձայնի, Հիսուս Քրիստոսի ասպատության, այլակերպության, պայծառակերպության տեսարանին։ Բայց մինչև այսօր էլ մարդիկ չեն հավատում այս խոսքերին։ Մենք սովոր ենք հավատալ ավելի շուտ մարդկանց խոսքերին, կեղծ պատմություններին, հնարովի կեղծ ստերին, քան ճշմարտությանը, որ մեղքի ճանապարհը միայն ապաշխարությամբ, խոստովանությամբ, նեղություն ու դժվարություն հաղթարելով պիտի հասնես Աստծո արքայությունը։ Այդ երկնքից ձայնը լսվեց։ Հայրը վկայեց, որ դա է իմ սիրելի որդին։ Հիսուս ասաց. «Ինձ եկեք բոլոր հոգնածներ ու ծանրաբեռնվածներդ կհանգստացնեմ ձեզ»։ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինն ասաց. «Ինչ որ Հիսուս ասի, արեք»։ Բայց այս երեք պատգամները մենք թողած ընկնում ենք այլ տեղերում, ենք ուզում մեր հոգու հանգստությունը գտնել, մեր կյանքի խաղաղությունը գտնել, տարբեր տարատեսակ մարդկանց գործիչների մեջ ենք փորձում գտնել մեր երկրային կյանքի խաղաղությունը ու հանգստությունը։ Բայց մեր ամբողջ խաղաղությունը մեր սրտի մեջ պետք է լինի։ Եթե քո սիրտը չդառնա այն տաճարը, որտեղ Հիսուս պիտի գա ու բնակվի, դու ինչքան էլ փնտրես տաճարն էլ, ինչքան զորավոր սրբատեղիներ գնաս, չկարողացար Հիսուսին տեղափոխել քո սրտի մեջ, այդ զորությունը քեզ ոչինչ չի տալի։ Ուրեմն լսենք Հիսուսին, սիրելիներ, հավատանք այն ճշմարիտ վարդապետությանը, որ գալիս է Սուրբ գրքից, առաքյալների շուրթերից, նրանց քարոզչությամբ եւ այն սուրբերի վկայությամբ, որը մինչեւ այսօր փոխանցված է մեզ հավիտենական կյանքը ժառանգելու համար։